Եթե Ադրբեջանը համաձայնում է ստորագրել, մեզ երաշխավոր պետք է գործընթացի համար։ Այն ինչ որ տեղի ունեցավ 2022 թվականին Հայաստանում սեպտեմբերին մենք դեռ երաշխավոր անվանվող ինստիտուտին լուրջ ենք վերաբերվում, բայց մենք ունեցել ենք ժողովուրդ ջան երաշխավոր։ Հետո ի՞նչ է տեղի ունեցել։ Ես էլի եմ ասում, տեսեք, որ մենք ասում ենք, մենք մեր պատմությունից դասեր քաղել այդ նախադասությունը, հենց ասում ենք մեր պատմությունից պետք է դասեր քաղել, միանգամից գնում ենք 4-րդ դար, 3-րդ դար, չգիտեմ, պետք չի գնալ 4-րդ դար, 3-րդ դար։ Պետք է գնալ 2022 թվական, պետք է գնալ 2021 թվական, պետք է գնալ 2020 թվական։ Այսինքն ես ասում եմ, որ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա։ Դա ինքը Հայաստանի Հանրապետությունն է, որը ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։ Խաղաղությունն է երաշխավորը, հասկանում եք։ Չկա խաղաղությունից ավելի գործիկ երաշխավորելու անվտանգությունը, չկա պարզապես նման գործիկ։ Եվ հետևաբար այդ բաները, այդ հասկացությունները, հասկանում եք, իրանք փոխվում են, ժամանակը փոխում է։ Մենք էլ ենք խաղաղության պայմանագրի համաձայնագրի իմիջիայլոց հիշենք, որ անունը արդեն համաձայնեցված տեքստ ունենք, որովհետև այն ժամանակ եղել է տարբեր նույնիսկ վերնագրի հետ կապված տարբեր տարբերակներ են։ Հիշենք փաստաթուղթը, որը արդեն համաձայնեցված է, դրված է սեղանին եւ սպասում է ստորագրության, կոչվում է խաղաղության համաձայնագիր, խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիր։ Մենք էլ ենք այն ժամանակ տենց հոդվածներ ունեինք, մենք քննարկում ենք, այնտեղ աշխարհում ինչ որ բաներ են տեղի ունենում։ Քննարկում ենք, նույն համոզված մեկ էլ մի բան ասացինք, հələ մի րոպե եկեք նայենք։ Արդյոք մեր աչքի առաջ փոփոխվող աշխարհի հետ մեր պատկերացումները նույնպես պետքա չփոխվեն։ Հետո տեղի ունեցավ 2022 թվականը։ Հետո տեղի ունեցավ այն, որ մենք փուլ սառեցրինք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է եղել դե յուրե։ Ինչ մենք ուզում ենք, մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնենք, ոչ, ես համաձայն չեմ դրա հետ։ Խաղաղություն, ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղություն, հարևանների միջավայրում ապրելու հմտություն եւ կարողություն, ահա, եւ իհարկե նաեւ պաշտպանունակ բանակ, որի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում, որը իմիջիայլոց շատ հետաքրքիր է, այսեն դեպքերից է, որ Հայաստանում ոչ մեկ դա չի նկատում, ոչ մեկ։ Այն բանաձևերը, որ ես ասում եմ, դրսից ներմուծվող բանաձևերով ենք մենք մտածում, բայց այս դեպքում դրսից եկած ինֆորմացիա մենք չենք նկատում։ Հայաստանի կառավարությունը լուռ է ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչա տեղի ունենում, լուռ բացարձակ։ Մենք էլ են առաջվա բանի նման չենք, որ մի բան անում ենք, մենք դասեր ենք քաղել մեր սխալներից, ասում ենք, այ տեսեք, ես ենք արել, ոչ մի բան, բայց ստեղ արդեն այն երրորդ երկրներից եկած տեղեկատվությունը Հայաստանում ոչ մեկ չի նկատում, ոչ մեկ ոչ տեսնում է, ոչ լսում է, չկա այդպիսի բան։ Տեղեկատվությունը մենակ նրա մասին է, որ Հայաստանը զիջեց, Հայաստանի կառավարությունը տվեց եւ այլն, բայց ես էլի ասում եմ, օգտվելով առիթից, այս խոսակցությունը պետք է տեղի ունենա եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը նաեւ դրա մասին է։ Եկեք Ժորժ ջան, նստենք կանգնած խոսենք, հասկանանք, այս ինչի մասին է խոսույթը, ինչն ենք մենք զիջել։ Եվ սա շատ կարևոր խոսակցություն է եւ ես ուղիղ ասում եմ ձեզ երաշխավորի հետ կապված իմ վերաբերմունքը։ Խաղաղությունն է երաշխավորը, բայց նաև էլի ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ
չի կարող վտանգել խաղաղությունը, որովհետև ես հստակ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ չունի խնդիր լուծելու կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ, որովհետև ինչպես արդեն ասացի, սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում, եւ սա այն վերջին գործոնն է եւ հանգամանքը, որը ինձ հիմք է տալիս ասելու, որ տարածաշրջանում էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումները արհեստական են եւ մտածածի։